Վայր դրեք զենքը, քանի դեռ շատ ուշ չէ, նման հայտարարությամբ Բաշար Ասադի կողմնակիցներին է դիմել Սիրիայի անցումային կառավարության նախագահ Ահմադ Աշ-Շարան։ Ընկած ռեժիմի որոշ մնացորդներ մարտահրավեր են նետում նոր Սիրիային։ Մեր նպատակն է վերականգնել այն երկիրը, որը դուք ավերել եք։ Չնայած ձեր դավաճանությանը, պետությունը մնալու է քաղաքացիական խաղաղության երաշխավորը, հավելել է Ալ-Շարան։ Սիրիայում Բաշար Ասադի իշխանության անկումից ի վեր երկրում ամենազանգվածային բախումներն են գրանցվել։ Արդեն հարյուրավոր մարդիկ են զոհվել։ Բախումները հիմնականում տեղի են ունենում Լաթաքիա նահանգում, որտեղ մեծ թիվ են կազմում Ասադի կողմնակիցները։ Այժմ որոշ շրջաններում փոխհրաձգությունները շարունակվում են։ Առայժմ չի հաջողվել մարել պայթյուններից բռնկված հրդեհները։ Շվեյցարիայի կառավարությունը հետևելով Եվրամիության օրինակին հանել է Սիրիայի դեմ նախկինում սահմանված պատժամիջոցների մի մասը։ Դրանք մասնավորապես վերաբերում են էներգետիկ և տրանսպորտային ոլորտներին։ Կթույլատրվեն նաև ֆինանսական մի շարք ծառայությունների մատուցումն ու բանկային գործարքները։ Շվեյցարական կողմի տվյալով սահմանափակումների թուլացումը կապված է Բաշար Ասադի իշխանության անկման հետ և կոչված է նպաստելու խաղաղ և կանոնակարգված քաղաքական անցումային գործընթացին։ Նշվում է սակայն, որ Սիրիայի սառեցված միջոցները և տնտեսական այլ ռեսուրսները չեն ապասառեցվի։ Շվեյցարիայի կառավարությունը որոշել է լրացուցիչ միջոցներ կիրառել Ասադի և նրա շրջապատի ակտիվների սառեցման համար։ Նշվում է, որ սառեցվել են մոտ 104 միլիոն եվրոյի սիրիական ակտիվներ։ Ռուսական զորքերն այս գիշեր անօդաչուներով հարվածել են Խարկովի մարզի Բոգոդուխով քաղաքին։ Հարվածների հետևանքով քաղաքացիական ձեռնարկությունում հրդեհ է բռնկվել։ Տեղական իշխանության տվյալով զոհվել է 3 խաղաղ բնակիչ, ևս 7 մարդ վիրավորվել է։ Ռուսաստանի պաշտպանության նախարարությունից էլ հայտնել են, որ ուկրաինական 31 անօդաչու թռչող սարք է խոցվել երկրի օդային տարածքում։ Լենինգրադի մարզում նավթավերամշակման գործարան է տուժել։ Ուկրաինայի և Միացյալ Նահանգների արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարները հեռախոսազրույց են ունեցել, քննարկել երկկողմ գործակցության հարցեր։ Անդրի Սիբիհան և Մարկո Ռուբիոն քննարկել են Սաուդյան Արաբիայում Կիևի և Վաշինգտոնի պատվիրակությունների հաջորդ շաբաթ նախատեսված հանդիպումը։ Պետքարտուղարն ընդգծել է, որ Դոնալդ Թրամփը վճռական է հնարավորինս արագ ավարտելու պատերազմը, շեշտել բոլոր կողմերը պետք է քայլեր ձեռնարկեն կայուն խաղաղություն ապահովելու համար։ Ուկրաինայի արտգործնախարարը կառուցողական է որակել Ռուբիոյի հետ հեռախոսազրույցը։ Դիվանագետ Նիքսի միկրոբլոգում գրել է. Ուկրաինան ցանկանում է, որ պատերազմն ավարտվի։ Միացյալ Նահանգները լուրջ դերակատարում ունի երկարաժամկետ խաղաղության հասնելու հարցում։ Եվրամիությունը և Բաքուն պատրաստ են ընդլայնել գործակցությունը բնական գազի մատակարարումների և վերականգնվող էներգիայի ոլորտներում։ Ավելի վաղ Բրյուսելում տեղի է ունեցել էներգետիկ գործակցության հարցով աշխատանքային խմբի առաջին հանդիպումը։ Խումբը ստեղծվել է Սլովակիայի նախաձեռնությամբ այն բանից հետո, երբ Ուկրաինայի տարածքով ռուսական գազի մատակարարումները դադարեցվել են։ Քննարկումներին մասնակցել են Ադրբեջանի էներգետիկայի փոխնախարարը, պետական նավթային ընկերության փոխնախագահը, ԵՄ էներգետիկ հանձնաժողովի ղեկավարը և Սլովակիայի վարչապետը։ Հարավային Կորեայի նախագահ Յուն Սոկ Յոլն ազատ է արձակվել կալանքից։ Նա կալանավորվել էր հունվարի 26-ին պետական հեղաշրջման փորձ կատարելու մեղադրանքով։ Յունն ազատ է արձակվել, քանի որ Սեուլի կենտրոնական շրջանի դատարանը որոշում է կայացրել, որ նախագահին մեղադրանքներ կայացնելու ընթացքում դատախազությունը խախտել է օրենքով սահմանված ժամկետները։ 2024 թվականի դեկտեմբերին Յուն Սոկ Յոլը երկրում արտակարգ դրություն էր հայտարարել։ Նա մեղադրել էր ընդդիմությանը Հյուսիսային Կորեայի աջակցությամբ իրեն պաշտոնանկ անելու մտադրության համար։ Դիանա Գասպարյան, լուրեր։